Բարև բոլորին։ Տեսաշարի այս թողարկման ընթացքում շարունակելու եմ պատմել ձեզ հայրենավաճառ այս իշխանությունների կողմից ամուսնուս քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հետապնդումների մասին։ 2020 թվականի սեպտեմբերին, երբ արդեն իմացանք պատերազմի սկսվելու բոթը, Նարեկը մի քանի օր հետո իր ընկերների հետ մեկնեց Արցախի Հանրապետություն, առանց սպասելու, որ իրեն կանչեն զինվորական կոմիսարիատից։ Երբ ամուսինս արդեն վաղուց Արցախում էր, մամուլում տարածվեց լուր, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողների ցուցակներ են ձևավորվել, ըստ որոնց վերջիններից ստանում էին ուղիղ առաջնագիծ, եւ ամենայն հավանականությամբ այդ ցուցակներն իրենց ձեռքին գնացել էին այն բնակարան, որտեղ հաշվառված էր ամուսինս։ Մի ամիս Արցախում մնալուց հետո Նարեկը քովիդով էր վարակվել եւ ստիպված վերադարձել էր տուն։ Այդ ժամանակ եւս զինվորական կոմիսարիատից ցանուցագրով գնացել էին Նարեկի հաշվառման վայրի բնակարանը եւ մինչեւ քովիդի թեստի դրական արդյունքները չէին տեսել, չէին համոզվել։ Կապիտուլյացիան բոլորիս ամոթն էր։ Կապիտուլյացիայից հետո սկսվեց մեծ թափով պայքար այս իշխանությունների դեմ եւ բնականաբար ամուսինս ինչպես մյուս բոլոր մեր պետությունը սիրող սրտացավ մարդիկ պայքարի առաջին շարքերում էին։ Անտիֆեյքի ամբողջ թիմը եւս պայքարի առաջնագծում էր։ Հաշիվ չկա, թե այդ ընթացքում քանի անգամ է Նարեկը բերման ենթարկվել։ 2021 թվականին չարաբաստիկ ընտրություններից հետո Անտիֆեյքը վերապրոֆիլավորվեց եւ սկսեց ավելի շատ վիդեոկոնտենտ թողարկել։ Եվ Նարեկը ուղիղ եթերների ձևաչափով խոսում էր մարդկանց հետ, վերլուծում քաղաքական իրավիճակը։ Իշխանությունները գնալով ավելի շատ էին վախենում ազատ խոսքից, ինչի հետևանքով քրեականացրեցին ծանր վիրավորանքի հոդվածը։ Հոդվածը դրեցին քրեական օրենսգրքի մեջ եւ սկսեցին մարդկանց հետապնդել։ Մարդկանց կանչում էին ոստիկանության բաժանմունքներ եւ իրենցից պահանջում էին այլևս չքննադատել։ Շանտաժի էին ենթարկում ահաբեկելով քաղաքացիներին։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր շուրջ հավաքել էր քաղաքական հաճախորդների մի մեծ բանակ, տարբեր կուսակցությունների տեսքով։ Նրանցից ոմանց պաշտոններ էին խոստացել եւ դրա դիմաց ծառայություններ էին պահանջում։ Ծառայություններից մեկն էլ ընդդիմախոսների նկատմամբ տրոյական ձիերի միջոցով ճնշումներ բանեցնելն էր։ Առաջին նմանատիպ դեպքը Նիկոլին ծառայություն մատուցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը դիմեց ոստիկանություն Նարեկի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, այն պատճառով, որ Նարեկն իր քննադատության մեջ իրերն իրենց անուններով կոչելուց զատ նաև հայհոյանք էր օգտագործել։ Իդեպ հայհոյախոսության մասին 2012 թվականից սկսած ճանաչում եմ Նարեկին եւ մինչեւ 2021 թվականը նրա հանրային բառապաշարում տեղ չի ունեցել հայհոյանքը։ Ավելին, դեռևս նախկին իշխանություններին ընդդիմախոս եղած ժամանակ դեպքեր են եղել, որ հանրային խոսքում այլ մարդկանց կողմից հայհոյանք օգտագործելու համար Նարեկը եւ մեկ անգամ մենք բոլորս տարբեր փորձությունների մեջ ենք հայտնվել։ Բայց երբ 2018-ից սկսած, երբ իշխանությունը զավթեց հայհոյանքի վարպետ իշխանությունը եւ հանրային դիսկուրսը վերածվեց ընդդիմախոսների նկատմամբ ֆեյքերի ֆաբրիկաներով եւ պետական պաշտոնյաների դեմքերով ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մրցասպարեզի, Նարեկին եւ մյուս ընկերներին այլ բան չէր մնում, քան ստիպված փոխել իրենց բառապաշարը, չնայած նրան, որ մինչեւ 2021 թվականը անգամ Նարեկի բառապաշարում հայհոյանքը տեղ չի ունեցել։ Ինչպես Նարեկն է հաճախ բերում այս օրինակը, չես կարող մտնել գոմ սմոքինգով եւ առանց կեղտոտվելու դուրս գալ այնտեղից։ Իսկ Հայաստանում իշխանությունը զավթած ռեժիմի պարագլուխը մեր երկրում քաղաքական դաշտը վաղուց վերածել է անդադար կեղտոտվող, բայց չմաքրվող գոմի։ Վերադառնալով իշխանական տրոյական ձիերի մասնակցությամբ Նարեկի դեմ հարուցված քրեական գործին, ասեմ, որ տեղեկություններ էին հասել, որ տվյալ կուսակցության ներկայացուցչին պարտադրել են, որ ամուսնուս դեմ դիմում գրի ոստիկանություն։ Հրամանը ստանալուց հետո, առանց հետագա ամոթի մասին մտածելու, կուսակցության ներկայացուցիչը վաղ առավոտյան դիմում էր ներկայացրել եւ Նարեկին տանից դուրս գալուց ձերբակալել էին։ Այդ ասեմ փոխարկես։ Կասեք չի խփի քցի գերին։ Չի խփեին, ոչ մեկ։ Նորմալ է։ Զանգ եմ հեսանա։ Տվեք լրատվամիջոցներ շուտ, հանգիստ տարեք։ Հանգիստ գալիս է։ Հանգիստ, այս սրա համարն ամոթ։ Շոտի ամոթ։
Մի խանգարում։ Չեմ խանգարում, ես էլ չեմ Հեռու խանգարում։ գնացի։ Ես մի ասա։ Խանգար, հա, տանում եմ, всё, կանդար, всё։ Մի խանգար։ Մեկ մեքենայից է։ Մենք չենք խոչընդոտում։ Ու հարուցվել էր քրեական գործ ծանր վիրավորանք հայտնի հոդվածով։ Ձերբակալությունը տևել էր ընդամենը 2.5 օր եւ դատարանի կողմից ճանաչվել ոչ իրավաչափ, քանի որ մատնագրի ներկայացման ժամը եւ ոստիկանության Նարեկին բերման ենթարկելու ժամը իրար չէին համապատասխանում։ Ոստիկանությունն ավելի շուտ էր բռնել Նարեկին, քան մատնագիրը տեղ էր հասել։ Հատկանշական է, որ այս գործը հարուցելուց հետո մատնագիրը ներկայացնողի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, ավելի հիմնավորելով մամուլի այն հայտարարությունները, որ ամուսնուց դեմ այս քրեական հետապնդումը իշխանությունների ուղիղ պատվերի հետևանքն էր։ Այս քրեական գործի ճակատագիրը եղավ այն, որ եվրոպական կառույցների ճնշման տակ վերացվեց այդ հոդվածը։ Այն հանվեց քրեական օրենսգրքից եւ Նարեկը արդարացման վճռով ազատվեց քրեական պատասխանատվությունից։ Սա ամուսնուց նկատմամբ երկրորդ քաղաքական հետապնդումն էր քրեական գործի տեսքով, բայց արևմուտքի խոսքի համար քրեական հանցակազմ չնախատեսելու պահանջները այս իշխանությունները շրջանցեցին տարբեր հոդվածներում ինտեգրելով ազատ խոսքը ծանրացուցիչ հանգամանքներով քրեականացնող դրվագներ։ Այս ամենից հետո լավ հասկանալով, որ իշխանությունների կողմից ուղիղ հրահանգ կա իրենց ընդդիմախոսներին լռեցնելու, Անտիֆեյք-ը որոշեց ընդլայնել վիդեոկոնտենտի շարքը եւ ամուսնուս եւ Վազգենի համագործակցությամբ ստեղծվեց Իմնեմնիմի ոդքասթը, որի հիմնական եւ ամենատարբերվող հատկանիշը դաշտում այն էր, որ նրանք անկաշկան զրուցում էին դաշտի հետ, ներգրավելով իրենց լսարանին, ձեզ սիրելի դիտողներ, իրենց քննարկումներում։ Իմնեմնիմին ստեղծվեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենց բառապաշարն ավելի էին սաստկացրել լկտի եւ հայոյախառն արտահայտություններով։ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծի դրվագներով, արժանամբյոնից հնչեցրած հայոյանքներով, ռեժիմի պարագլխի կողմից իր ընդդիմախոսների հասցեին հայոյանքներ եւ լուտանքներ թափելով։ Ըստ էության Իմնեմնիմին գնալով դառնում էր այն հարթակը, որը մեծ հեղինակություն եւ լայն լսարան էր ձեռք բերում ընդդիմադիր շրջանակներում։ Ոդքասթի ընթացքում տղաները պարբերաբար տեղեկացնում էին ոչ նորմատիվային լեքսիկոնի հավանական օգտագործման մասին, բայց անգամ այս պարագայում ժամային հաշվարկով ոչ նորմատիվային լեքսիկոնը 1%-ից ցածր էր։ Ավելին, սկզբնական շրջանում, երբ ռեժիմը չէր հանձնել Արցախը, Իմնեմնիմի ոդքասթը տեսագրվում էր եւ մոնտաժի ընթացքում փակվում էին բոլոր ոչ նորմատիվ բառապաշար ենթադրող բառերը։ Բայց անգամ դա չստիպեց Նիկոլ Փաշինյանին Իմնեմնիմի ոդքասթի եթերում հնչեցրած խոսքի համար քրեական գործ հարուցել ամուսնուց դեմ։ Այս գործն Իմնեմնիմի ոդքասթի երկրի թիվ 1 քրեակաղակական հարթակ դառնալու նախերգանքն էր։ Ոդքասթի եթերների առնչությամբ ռեժիմի կողմից արդեն 4 քրեական գործ է հարուցվել, իսկ տարբեր քաղաքական հետապնդումների գործերով տղաների ոդքասթում հնչեցրած մտքերը ռեժիմի իրավապահների կողմից որպես փաստական ապացույց է ներկայացվել։ Այս եւ մեր քրեական հետապնդումների մասին կխոսեմ հաջորդ հոլովակներում։ Իսկ հիմա նորից հիշենք Հայաստանի Հանրապետության բանտերում քաղաքական հայացքների համար գերության մեջ պահվող քաղաքացիների անունները։ 18 արդարների գործով անցնող Բագրատ arczepiskopos Գալստանյան, իմ շատ սիրելի Բագրատ Սրբազանը, Մովսես Շարբաթյան, Արմեն Ալեքսանյան, Իգոր Սարգսյան, Արման Իսրայելյան, Կարո Օկումուշյան, Վահագն Չախալյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյան, Բարերար Սամվել Կարապետյան, հայրենիքի համար ընկած հերոս Մխիթար Գալեյանի հայրը, Գարիկ Գալեյան, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, համայնքապետեր Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, նաև մոտ 30 գյումրեցիներ, որոնց անունները ցավոք հայտնի չեն, Անդրանիկ Չամիչյան, սթրայքբոլի գործով հանձնող երիտասարդը, Միքայել arczepiskopos Աջապահյան, Վեհապար Հայրապետի եղբայրը Գևորգ Ներսիսյան, Վեհապար Հայրապետի եղբոր որդին Համբարձում Ներսիսյան, Տեր Գարեգին Քահանա Արսենյան, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյան եւ Վազգեն Սաղաթելյան ու Նարեկ Սամսոնյան։ Ազատություն ռեժիմի քաղաքական գերիներին։